հարյուրամյա մի ընթացք, հարյուրամյա ընթացքի մի քանի սերունդ գալիս միավորվում են, ամբողջանալու, հասկանալու, թե մեր այսօր իր էությամբ իրենից ինչ է ներկայացնում և ինչ է երեկվա որ իրադարձություններից եկած այսօրվա հրամայականները։ Եվ այս խորհուրդի մեջ ես նախ և առաջ ոչ միայն մեր հավաքն է, այլ նաև ներկայացումն է Կոմիտասի, որ մեր հետ է հիմա այս պահին մեկը մեր մեծագույն հայրերից, որ անմիջապես եղավ Վոլկան ու Տարապյալը այս ընթացքի, որ ունեցանք 15-ին։ Եվ նորմանալի է ինքրին այն, որ 101-րդ տարին նորից սկսվում է մեզ համար լեցուն հարցականների, լեցուն որոշումների, լեցուն կնջիրների գոյացման նույն ընթացքը Փարքաստո ամենամեծ երևույթ, որ այսօր ունենք պետականությունն է Փարքաստո և ինչ որ դիրք է գրվում, ինչպիսի պատասխանալ, որ տեղի ունենում այստեղից այնտեղ, այսօրվանից 100 տարի առաջ, այնուամենայնիվ մեզ այս իրավունքը տալիս է այսպիսի մի շքեղ դիրք հրապարակելու, նաև այն, որ որոշել ենք մեր գլխիտերը լինել և մի քանի օրերի իրադարձությունները նորից ու նորից մեզ խրատեցին։ Մեր ինքներս մեր գլխիտերը լինել, պահել Մեսրոպյան հայոց լեզուն, գրերը, պահել հայ ոգին, երգ, բանաստեղծական միտք, պահել եկեղեցի, պահել ամբողջ մի մշակութային հարստություն, որի մեջ ենք ամեն օր և երբեմն հստակ գիտակցությունը չունենք մեր հարստության ցավոք։ Ես այդպես գիտեմ, մանավանդ երբ որ շփումները մեծանում են, դրսի արժեքները, ներսի արժեքները կարողանում ես համեմատել, այն ժամանակ տեսնում ես դու ինչի տեր ես իրականում, ով ես դու և սա հավատացած եմ մեր վաղվա երիտասարդները պիտի իրենց համար ավելի լավ ճանաչեն, ավելի լավ հասկանան և որ գնան աշխարհի մեծագույն համալսարաններում սովորելու և ժամանակ կիմանան թե մենք ինչ հարստության, մշակութային ինչ արժեքների տեր ենք այսօր։ Ես կարծում եմ, որ այնինչ եղավ այս օրերին, այս գրքի հետ կապված, ինքնին շատ գեղեցիկ իրողություն է, հղացված, մտածված, կայացված, իրականացված վերջապես։ Եվ անշուշտ, ուզեի ավելացնել այս ասածից, որ մենք մշտապես ապավինել ենք մշակութային իրականությանը, մեր հոգևոր գանձերի նշանակությանն ենք ապավինել։ Բայց նույն ուժով չէ, որ երբեմն նույնքան ապավինել ենք մեր զենքին։ Այսօր մենք գիտենք, որ կա հայոց բանակ, կա հայոց զենք և այս երկուսի մեկտեղմամբ է մեր գոյության գրավականն ու վաղվա օրը։